Ըստ խնդրի ունենք ինչ-որ թիվ, որի բոլոր թվանշանները տարբեր են և գրված են աճման կարգով։ Նաև թվանշանների գումարը հավասար է 12-ի։ Պետք է գտնենք հնարավոր ամենամեծ այդպիսի թիվը։ Նախ եկեք դուրս գրենք բոլոր թվանշանները 1-ից մինչև 9 և առաջին քայլով ենթադրենք, որ մեր այդ թիվը հնգանիշ թիվ է։ Ինչ ենք նկատում այստեղ։ Եթե նույնիսկ վերցնենք հնարավոր ամենափոքր հնգանիշ թիվը, որտեղ թվանշանները տարբեր են և գրված են աճման կարգով 1, 2, 3, 4, 5-ը, թվանշանների գումարը կստանանք 15, որը մեծ է մեզ անհրաժեշտ 12-ից։ Եվ քանի որ նույնիսկ ամենափոքր պայմանին բավարարող հնգանիշ թիվը վերցնելու դեպքում թվանշանների գումարը ստանում ենք 12-ից մեծ, ուրեմն մեր կողմից փնտրվող թիվը հաստատ հնգանիշ չէ։ Երկրորդ քայլով դիտարկենք արդեն քառանիշ թվերը և ենթադրենք, որ մեր քառանիշ թվի մեջ մեկ թվանշանը չկա։ Կրկին դիտարկենք ամենափոքր հնարավոր այդպիսի թիվը 2, 3, 4, 5-ը և կրկին ստանում ենք, որ թվանշանների գումարը մեծ է 12-ից, հետևաբար այստեղից էլ ենթադրում ենք, որ մեկը միանշանակ կա։ Նաև քանի որ անհրաժեշտ է, որ թվանշանները թվի մեջ գրված լինեն աճման կարգով, ուրեմն մեկը պետք է լինի առաջին տեղում։ Երրորդ քայլով ենթադրենք, թե երկրորդ տեղում 2 է գրված։ Այդ դեպքում, որպեսզի թվանշանների գումարը ստացվի 12, ունենք երկու տարբերակ։ Տեղադրել մյուս երկու տեղերում 3 և 6 կամ տեղադրել 4 և 5։ Այս քայլում դեռևս ամենամեծ թիվը 1245-ն է։ Սակայն ինչ եթե երկրորդ տեղում կարող ենք տեղադրել ոչ թե 2, այլ դրանից մեծ թվանշաններ, օրինակ 3, չէ՞ որ այս դեպքում մեր թիվը կստացվի ավելի մեծ։ Այստեղ խնդիրն այն է, որ եթե երկրորդ տեղում ֆիքսենք 3-ը և մյուս երկու տեղերում տեղադրենք հնարավոր ամենափոքր թվանշանները 4-ը և 5-ը, նույնիսկ այս դեպքում թվանշանների գումարը կստանանք 12-ից մեծ, հետևաբար երկրորդ տեղում միանշանակ պետք է լինի 2 և մեր պատասխանն է 1245։